Գոյամարտ սերիալը վերջին շաբաթների ընթացքում դարձել է ամենասպասված հեռուստանախագծերից մեկը։ Հեռուստադիտողներն այսօր մեծ ակնկալիքով սպասում էին սերիալի մեկնարկին։ Սոցիալական հարթակներում ակտիվ քննարկումներ էին ընթանում, շատերն արդեն պատրաստ էին առաջին սերիան դիտել հենց առաջին րոպեներից, սակայն սպասված մեկնարկն այսօր եթերում տեղի չունեցավ, ինչը միայն ավելի մեծացրեց հետաքրքրությունն ու ինտրիգը սերիալի շուրջ։ Սերիալը եթեր չհեռարձակվելը հիասթափություն չէր, այլ ավելի շուտ խորհրդավոր դադար։ Գոյամարտը հենց սկզբից կառուցվում է ինտրիգի վրա և նույնիսկ մեկնարկի հետաձգումը կարծես դառնում է այդ ընդհանուր խաղի մի մասը։ Ստեղծագործական խումբը խոստանում է, որ եթեր հեռարձակման օրը կհայտարարվի շատ շուտով, իսկ այդ օրը ստամենայնի դառնալու է իրադարձություն հայկական հեռուստաեթերում։ Դիանա Գրիգորյանի սերիալները երբեք պարզապես պատմություններ չեն եղել, դրանք անդրադարձել են հասարակության իրական խնդիրներին, փողի իշխանությանը, մարդկային արժեհամակարգի փոփոխությանը, ընտանիքի ներսում տեղի ունեցող դրամաներին, բարու ու չարի սահմանների խախտմանը։ Գոյամարտը ևս այդ շարքում է, բայց ավելի ծանր, ավելի խորը և ավելի կտրուկ ձևաչափով։ Այստեղ խոսքը պարզապես պայքարի մասին չէ, այլ գոյության համար մղվող մարտի թե ֆիզիկական և թե հոգեբանական։ Դերասանական կազմը խոսում է սերիալի լրջության մասին, սիրված ու փորձառու դերասանների կողքին տեղ են գտել նաև նորահայտ անուններ, որոնք իրենց ներկայությամբ նոր շունչ են հաղորդում պատմությանը։ Յուրաքանչյուր կերպար ունի իր անցյալը, իր գաղտնիքը և իր պայքարը։ Այստեղ չկա բացարձակ դրական կամ բացարձակ բացասական հերոս, ամեն ինչ պայմանավորված է իրավիճակներով և ընտրություններով։ Հեռուստադիտողները հատկապես ընդգծում են Դիանա Գրիգորյանի մեկ կարևոր առանձնահատկություն՝ ինտրիգ պահելու կարողությունը։ Մինչև վերջին պահը չի բացահայտվում գլխավոր սյուժետային հանգույցը, կերպարների իրական դեմքերը բացվում են աստիճանաբար, և հենց դա է պատճառը, որ սերիալները դառնում են ռեյթինգային։ Գոյամարտի դեպքում այս մոտեցումը առավել զգալի է, որքան քիչ բան է հայտնի, այնքան մեծ է հետաքրքրությունը։ Թեև այսօր սերիալը եթեր չհեռարձակվեց, դա ոչ թե նվազեցրեց, այլ հակառակը ուժեղացրեց սպասումը։ Հեռուստադիտողը պատրաստ է սպասել, քանի որ ակնկալում է որակ, լարված սյուժե և պատմություն, որը երկար կմնա քննարկման թեմա։ Մեկնարկի օրը կհայտարարվի շուտով։ Իսկ մինչ այդ Գոյամարտը շարունակում է մնալ ամենախորհրդավոր ու սպասված սերիալը, որը խոստանում է ոչ թե պարզապես դիտում, այլ իրական էմոցիաներ։ Սպասման այս փուլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան մեծ հետաքրքրություն է ձևավորվել Գոյամարտ սերիալի շուրջ։ Երբ սերիալի մեկնարկը դառնում է քննարկման թեմա, դեռ մինչև առաջին սերիայի եթեր հեռարձակվելը, դա արդեն խոսում է սպասվող բարձր դիտարժանության մասին։ Հեռուստադիտողները ոչ միայն սպասում են, այլ արդեն ներգրավված են սերիալի մթնոլորտում, փորձելով գուշակել սյուժետային զարգացումները, կերպարների հարաբերությունները և այն գլխավոր գաղափարը, որն այս անգամ կբարձրաձայնի Դիանա Գրիգորյանը։ Գոյամարտն առանձնանում է նաև իր մութ, երբեմն ծանր, բայց իրական մթնոլորտով։ Սա այն սերիալներից է, որը չի փորձում հաճոյանալ, այլ փորձում է խոսել ճշմարտության մասին։ Այստեղ կան փողի դիմաց մղվող մարտեր, խարդավանքներ, իշխանության համար պայքար, բայց այդ ամենի խորքում մարդն է իր վախերով, սխալներով ու գոյատևելու ցանկությամբ։ Հենց սա է սերիալի հիմնական ուղերձը։ Գոյամարտը միշտ սկսվում է մարդու ներսում։ Դիանա Գրիգորյանի աշխատանքային ձեռագիրը այստեղ առավել ընդգծված է։ Յուրաքանչյուր դետալ մտածված է կերպարների խոսքից մինչև տեսարանների կառուցումը։ Նա շարունակում է ապացուցել, որ ռեյթինգային սերիալ ստեղծելը հնարավոր է ոչ թե միայն սկանդալներով, այլ ճիշտ ընտրված թեմայով, ուժեղ սցենարով և վստահելի դերասանական խաղով։ Սերիալի դերասանական կազմը ևս կարևոր դեր ունի այս սպասման մթնոլորտի ձևավորման մեջ։ Սիրված դերասանները ներկայանում են նոր, երբեմն անսպասելի կերպարներով, իսկ նորահայտ դերասանները հնարավորություն են ստանում իրենց ներկայությամբ զարմացնելու հեռուստադիտողին։ Այս համադրությունը սերիալը դարձնում է կենդանի ու բազմաշերտ։ Մինչ մեկնարկի օրը դեռ գաղտնի է պահվում մեկ բան հստակ է՝ Գոյամարտը լինելու է այն սերիալը, որի յուրաքանչյուր սերիայից հետո քննարկումներ են լինելու՝ ով է ճիշտ, ով սխալվեց, ով դավաճանեց,
ով պայքարեց մինչև վերջ, եւ հենց այս հարցերն են, որ հեռուստադիտողին կապելու են էկրանին։ Սպասումը շարունակվում է, իսկ երբ գոյամարտը վերջապես եթեր դուրս գա, այն անկասկած կդառնա ոչ պարզապես հերթական սերիալ, այլ պատմություն, որի մասին դեռ երկար կխոսեն, իսկ մինչ կիմանանք, թե երբ է ցուցադրվելու հեռուստասերիալի հերթական սերիան, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչ է սպասվում հեռուստասերիալի առաջին սերիայում եւ երբ այն կցուցադրվի, իսկ մոտ ժամանակներում անպայման կհայտարարենք օրվա մասին։